կամ արդեն 10 մեր գյուղաչի կոչվող տարածքում ունենք հանքավայր, մարդիկ ուզում են հետազոտական աշխատանքներ իրականացնել, պեղումներ կատարել, նայել ինչ կա, ինչ չկա, այդքան Զարուհի Զուրմաչյան, Gold Mining սահմանափակ 2025 սահմանափակ պատասխանատվության ընկերության բնապահպանական խորհրդատու։ Ինչպես նշվեց, ձեր համայնքի վարչական տարածքում, խոշորացված համայնքի Զարեթափ բնակավայրի վարչական տարածքում ընկերությունը նախատեսում է իրականացնել երկրաբանական հետախուզական աշխատանքներ։ Այդ աշխատանքները ուղեկցվելու են տարածքի քարտեզագրական աշխատանքներով, նմուշարման հորատանցքերով, նմուշարման աշխատանքներով, բազմաթիվ լաբորատորիաներ, ռադիոմետրիկ, ճառագայթահիգիենիկ աշխատանքներ, որպեսզի բացահայտենք արդյոք տվյալ տարածքում արդյունաբերական պաշարներ կան, թե ոչ, այդ տարածքը կդառնա հանքավայր հետագայում շահագործելու համար, թե ոչ։ Այս փուլում դեռևս իրականացնելու ենք միայն երկրաբանական հետախուզական աշխատանքներ։ Համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության քննարկման եւ փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության երկրաբանական ուսումնասիրության այս աշխատանքները որպես B կատեգորիա ենթակա են փորձաքննության, շմակ փորձաքննության։ Այսինքն ունենք երկու տեսակի ազդեցություն ունեցող գործունեություններ համաձայն այդ օրենքի A եւ B։ B նշանակում է համեմատած այլ գործունեությունների հնարավորինս ավելի նվազ ազդեցություն ունեցող գործունեություններ, ինչպիսիք են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները։ Եթե դա համեմատենք հանքավայրի շահագործման ազդեցություններին, բնականաբար բոլորս էլ գիտենք, որ ուսումնասիրության աշխատանքների ծավալները շատ փոքր են, նույնն էլ իրենց ազդեցությունների շրջանակները, քանի որ դեռևս հանքարդյունահանում չի իրականացվելու, միայն նմուշարում լաբորատոր հետազոտություններ։ Այս հանրային քննարկումները կազմակերպել եւ իրականացվում են համաձայն իմ նշված օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի 2343 նեղ որոշման զույգերի համապատասխան այս հանրային քննարկման համար հայտարարությունը տրվել է առավոտ օրաթերթում 21 աշխատանքային օր առաջ, տեղադրվել է համայնքի պաշտոնական կայքում եւ այսօր արդեն միասին իրականացնում ենք այս հանրային քննարկումը։ Այս հանրային քննարկման արդյունքում, եթե համայնքը համաձայն կլինի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին, եթե ավականին կտա համայնքի ավականին կտա իր նախնական համաձայնությունը եւս իրականացվի արդեն նախագծային աշխատանքներ, նախագծերը կենթարկվեն համապատասխան փորձաքննությունների, ընդերքաբանական փորձաքննություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն, եթե կլինեն դրական փորձաքննություններ, ապա լիազոր մարմինը արդեն կտրամադրի երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա եւ մենք կսկսենք արդեն տարածքի դաշտային աշխատանքներ։ Հիմա եթե դուք ունեք այսօրվա մեր հանրային քննարկումը նվիրված է ընկերության մտադրություններին, որ ուզում եք ձեր համայնքում այսպիսի աշխատանքներ կատարել։ Եթե դուք ունենաք առաջարկություններ, դիտողություններ, ապա խնդրեմ, արտահայտվեք, որ նախագծային փուլում այդ բոլոր ձեր կողմից բացատրված հարցերը մենք արդեն իսկ հաշվի առնենք։ Բացի այդ ուզում եմ նշեմ, որ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում եւս անհրաժեշտ են լինելու որոշակի աշխատակիցներ, որոնք նախատեսվում է ընկերության կողմից այդ աշխատակիցները համալրել ձեր համայնքից, ձեր բնակավայրի վարչական տարածքում ապրող բնակիչներից, եթե չլինի խիստ մասնագիտական աշխատանք, օրինակ ասենք երկրաբան, եթե կունենաք ձեզ մոտից կարող եք ներառել, եթե ոչ այդ հաստիկները նոր կարող են դրսից լինել, մնացած բոլոր հաստիկները նախատեսում ենք ձեր բնակավայրից ժողովրդից ներառել աշխատանք։ Սոցիալական ծրագրերի մասով եւս ընկերությունը իր աջակցությունն է հայտնում համայնքին, պարբերաբար կքննարկեն համայնքի հետ, առաջնային համայնքի սոցիալական խնդիրներում ընկերությունը կունենա եւս իր մասնակցությունը։
Հիմա դուք եթե հարցեր ունեք, խնդրեմ, լսենք ձեր հարցերը։ Պետական ծրագրի մասնավոր կողմը։ Մասնավոր, սահմանափակ պետասպանության ընկերությունը։ Ես դեռևս ոչ մի պետական հանքավայր կամ ուսումնասիրության ծրագիր Հայաստանում վաղուց չկա։ Ինչքան հեկտարի վրա են։ Նախնական առաջի փուլով երկրաբանական ուսումնասիրությունները որպես կանոն 3 փուլով են, որոնց արդյունքում ամեն փուլի 50-50% կրճատելով գնում ենք։ Նախնական մոտ 100 հեկտարի մասին է խոսքը, որը քարտեզագրական նյութերի ժամանակ արդեն հեռանկարային տարածքները երկրաբանները կառանձնացնեն, կրճատելով կգնանք տեսնենք որտեղ կմնա արդյունաբերական, կմնա թե չի։ Հանքավայրի հարստությունից կախված է։ Այո, այո։ Իսկ մոտավորապես սահմանները կնշեք այդ 100 հեկտարի տարածքը։ Դե մոտավորապես էլ որ հասկանանք որ տարածք։ Ազատեկի հանքավայրի հարակից տարածքներն են։ Նախկինում Կայանլու որ կոչվում է, այդ տարածքի վերաբերյալ։ Այդ մեր սահմանն Այո։ Կայանու չի, գյուղաց չի։ Չէ, Կայանլու։ Աղավնաձոր, այերեն աղավնաձոր։ Աղավնաձոր։ Մենք սահմանակից ենք Մոտավոր ասեցի, որ Ազատեկի պատկերացնեք։ սահմանակից ենք Մեր Ազատեկի։ բարբարով պետք է ասի, էլի, բարբարքի շրջապատում։ Բավականին շատ Այո, Սովետական միջան ժամանակ բավականին շատ բայց պաշարներ չեն հաստատել։ Բայց պաշարները չեն, պետք չեն հաստատել։ Հետո նաև այսպիսի խնդիր է, տեխնիկատնտեսական նկատառումներից ելնելով, այն ժամանակ մետաղի գինը այլ գին է եղել, հիմա այլ գին է, կարող է եւ այդ ֆակտորներ մեծ նշանակություն ունի։ Հիմնական գույնավոր մետաղներից Այո, մետաղական ուսումնասիրություն է լինելու, այո։ Ուրիշ հարցեր ունեք։ դրանց ոսկին է հետագա։ Հանքի բնույթն են ուզում իմանալ, բաց է թե փակ է։ Այս փուլում չենք կարող Ոչ ասել։ չեք կարող, մենք լսում ենք արե եւ ժողովուրդը բոլորներ համաձայնել են, որ այդ հանքը պետք է լինի փակ սիստեմով, որովհետեւ ճառագայթ Եթե հանքի է, այո, ճիշտ եք ասում։ Բայց եթե դեռ հանքավայր չունենք, մենք չգիտենք, մեր այդ ուսումնասիրության արդյունքում հանքավարմինները ո՞նց են փրված։ Տվյալ հանքը պետք է, եթե իրոք կա, որ պետք է հանվի, պետք է փակ սիստեմով։ Դե հաջորդ փուլում, երբ որ պաշարները կհաստատենք, ձեր բոլոր առաջարկություն դիտողությունները հաշվի կառնեն։ Բինայի հանքի է, թե չէ։ Չէ, Չէ, էդի ոչ մի կապ չէ, ոչ մի կապ չունի։ Եղավ, դրան համար ես ձեզ հաշվում եմ տալու։ Սպան Բայց չէ, դներեք էլի, որպես բնապահպան, տվյալ տարածքում բնության վնաս հասցնելու է, թե չէ։ Ես ձեզ ասեմ, որ ցանկացած գործունեություն ունի մեր շրջակա միջավայրի վրա ազդեցություն։ Նման գործունեություն չկա, որ ձեզ ասեն չունենք ազդեցություն, Ես դա գիտեմ, որ ճիշտ չի։ ազդեցություն կունենա։ Բայց եթե երկրաբանական ուսումնասիրության փուլում հավատացեք ազդեցությունները Հա, շատ չեն հաջորդ անգամ այդ Շատ։ բացերենք, Հա, արդեն դե հիմա տեսեք, ընդհանրապես պիտի մի քանի օր անցկալվի, ամեն մետրը մեկ նմուշները վերցնեն տանենք լաբորատորիա, աշխատանքը ամեն ավարտվի։ ինչ անցավ ու պետք է բացվի այդ հանքը։ Ինչքանով է ճիշտ այդ հանքը տվյալ տեղում բացվի։ Վայ քաղաքի գլխին է կայնած այդ հանքը։ Դե տեսեք, այդ ժամանակ էլ արդեն մենք ունենք մեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եւ ենթաօրենսդրական ակտերով բոլոր միջոցառումները մեր շրջակա միջավայրի բաղադրիչների վերաբերյալ հողի, օդի, ջրի, ամեն ինչը կառավարելի մենք օրենսդրական դաշտ ունենք։ Եթե ճիշտ կառավարեն, ցանկացած հանքավայրի մասին է խոսքը։ Այդ ռիսկերը ինչ որ մինչև հիմա Հայաստանում մենք տեսել ենք, հնարավոր է բազմաթիվ անգամներ նույնիսկ նվազեցնել, եթե իրականացվի ճիշտ կառավարում։ Ասենք օրինակ տարական բան փոշու մեջ, որ մեր քաղաքները, մեր բնակավայրերը կորում են, խնդիրն ի՞նչն է։ Ընդհանրապես մի քանի մեքենա ջրի խնդիր է։ Ասում ենք ջրցան արեք տարվա 4 շոկ եղանակներին։ Կառավարության որոշումով ջրի հաշվարկենք, ծավալենք, հաշվում գրում ենք նախագծի մեջ։ Դժվար է վերահսկել այդ 3 մեքենա ջրցանն իրականացնել, որ այդ փոշին թեկուզ սովորական քարի հանքեր, միշտ տարբերություն։ Սկզբից ասում ենք կանենք, հետո Կարող է Դուք էլ ունեք լծակներ, դուք էլ համայնքը ունի այդ լծակները, տեսակ, որ փոշին բարձրանում է մեքենա։ մի հատ էլ ճառագայթումը, ուրանի ճառագում։
Մեր բոլորը սպազա բլկավելանա, չէ՞։ Չէ։ Ուրանի մասին է տարածքներում բացարձակապես խոսք, որևէ մի ուսումնասիրության հաշվետվության մեջ չկա, բայց միևնույնն է, երկրաբանական ուսումնասիրության ժամանակ նմուշները նաև տարվելու են ճառագայթահիգենիկ ուսումնասիրության։ Պարտադիր եւ լինելու է պայմանագիր են կնքում լիազոր մարմնի հետ, ինստիտուտի հետ, իրենց մասնագետները գալու են ամբողջ տարածք ուսումնասիրելու են եւ մեզ տալու են եզրակացություն, բայց ես վստահ եմ, որ այնտեղ այդպիսի որևէ գրականության մեջ չկա։ Եթե բան ոսկու պաշարներ լինում են, ուրանի չեն կարող։ Պիտի դուրս որ նայա, պարտադիր չի ոսկու հետ, որ արտադիր ուրանի։ Ասել արդեն սու ոսկասարը բաց։ Հետո արդեն պետության գործի ուրան կլիկ արդյունի էլի, կարենենք մենք ուրանը ոսկից են տարբերել, ուրան կլիկ են։ Եթե ուրան լինում է, որպես կանոն, ես ձեզ ասեմ, օրենսդրությամբ այսպես է։ Ուրանի պաշարները բացառապես պատկանում են պետության։ Դա ընկերությունը չի կարող ուրանի պաշարը հաշվարկի ինքը շահագործի։ Եթե որևէ տեղ հայտնաբերվում է Հայաստանի Հանրապետությունում, այսպեսի օրենսդրություն, այո, կառավարություն դա պատկանում է միայն պետությանը, բայց ստեղ ուրանի մասին խոսք չկա։ Այդ ընկերությունը միայն ստեղ է, ուրիշ տեղ է գործում։ Չէ, միայն էստեղ, միայն էստեղ։ Երբ որ լիցենզիա համապատասխան ուսումնասիրությունների լիցենզիա ստանանք, այսինքն երբ որ անցնենք ընդերքաբանական փորձարկղությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային նախարարությունին, շրջակա միջավայրի ճշմարտ փորձարկղությունը անցնենք, ստանանք դրական եզրակացություններ ամբողջ նախագծային փաստաթղթով, ապա նոր ուսումնասիրության լիցենզիան հենց որ տվեցին, արդեն դաշտային աշխատանքները Ամուսարի հարցից եկա դրվեց քանի տարի դրվեց եկա հասավ այսօրին հիմա իշոտ արդեն սկսել են աշխատել չեմ անում հիմի մեր տարածքին հետ վնաս կտա թե օգուտ կտա այսինքն պետությունը երևի հասել է այն մոմենտին որ պետք է շահագործեն պետական ինչ-որ օգուտներ բերի պետության բյուջեն ամենանա վիրուսները հիմա այս հանքերը որ ասում եք Չարական վապրանից են դրանք հետազոտվել ու հանքավնաբերություն ասել, բայց հետո փակվել են։ Հիմա ինչքանով մեծ օգուտ կտա այդ շրջապատին այս շրջանին։ Հանքավայրի, երբ որ կհաստատվեն արդեն հանքավայրի պաշարները, կլինի հանքավայրի շահագործման նախագիծ, այդտեղ հստակ ձեզ կներկայացվի մանրամասը սոցիալական ծրագրերի բաղադրիչները։ Բացի դրանից ես ուզում եմ տեղեկացնեմ, եթե հիշում եք, առաջ բոլորը ասում էին, ես էս կանեմ ու գնում էին սոցիալական ծրագրերի մասով, հիմա այդպես չի։ Երբ որ լիցենզիան ստանում են, նախարարի հրամանով հավելված 3 կա, որ կցվում է իրենց լիցենզիայի հետ, թե տարեկան ցանկացած ընկերություն ինչ սոցիալական ծրագիր պիտի անի, կցվում է լիցենզիային։ Եվ դա եթե այս տարի 25 թվին լիցենզիան ստացավ, մինչև 26 թիվը պարտավոր այդ սոցիալական ծրագրերով ամրագրված կամ կարող է ամբողջական գումար լինի, ենթադրենք տարեկան քարի հանգամ 1 միլիոն դրամ, մետաղականը 50 միլիոն դրամ, չեմ կարող ասել։ Այդ սոցիալական ծրագիրը, եթե տարին պտտվեց, իրենք չվճարեցին, նախարարությունից ստանում են զգուշացում։ Դա գնում է մինչև ընդհանուր լիցենզիայի զրկման, եթե իրենց ամրագրված լիցենզիային կից հավելված 3-ով իրենք այդ վճարումները չանեն։ Բացի դրանից, այստեղ գոյանալու են մետաղական հանքավայրերի դեպքում ռոյալթի գաղափար կա, որ իրենց շահույթի տոկոս բավականին մեծ հարկ է պետությանը վճարում։ Բավականին շատ աշխատատեղեր են բացվելու, հարկեր, աշխատատեղեր, սոցիալական ծրագրեր, դա արդեն կախված հանքավայրի հաստատված պաշարի քանակից էր, ամեն ինչից հստակ ձեզ հաջորդ փուլում արդեն երբ որ կհասնեն հանքավայրի, ձեզ կներկայացվի։ Որ համայնքը օգուտ ունենալու է, դա հաստատ ունենալու է։ Այո, իհարկե։ Ձեր կազմակերպությունը, ընկերությունը կամ առհասարակ ձեր հետ փոխկապակցված որևէ ընկերություն գործնականում եթե զբաղվել է հանքաշինաբերությամբ, եթե այո, Չէ, սա նոր ընկերություն է։ Իսկ կարելի է իմանալ կազմակերպությունը արտասահմանյան է թե տեղական հայերեն Gold Mining 2025 սա միայն հայերեն տեղական կազմակերպություն է։
ուրիշ հարցեր ունեն։ Ըստ օրենսդրության 3 տարի ժամանակով են մեր տեղական հանքավայրերը, եթե աշխատանքները դաշտային շուտ կավարտվեն, օրենքը չի արգելում։ Ենթադրենք մի տարում հասցրեցին հորատումներն անեն, նմուշների պատասխանները, անալիզները եկավ, կարող են հաշվետվությունը շուտ կազմել ներկայացնել տարածքային հաստատություն։ Պայմանագիր այո, 3 տարի։ Որտեղ է վերամշակվելու հումք։ Հումքի վերամշակումը հանքաքարը նախատեսվում է տեղափոխել այլ ֆաբրիկաներ կախված բաղադրությունից։ Հիմա մենք պիտի հասկանանք, այդ հանքաքարը օքսիդացված է, թե ինչ տեսակի հանքավարը, որ ասեմ ենթադրենք տանում ենք Արարատ, այսօր ասեմ սխալ կլինի, ինչի որտեղ ես այդ հումքի որակական կազմը դեռ չգիտեմ։ Անպայման Հայաստան, այո, որ ֆաբրիկան, որ այդ արտադրողականության բավարար ծավալի կկարողանա կախված իր որակական հատկությունից կտեղափոխել տվյալ ֆաբրիկա։ Ես մի բան ասեմ, Ժողովուրդ ջան, այս հիմա խոսքը վերաբերում ընդամենը հետախուզական աշխատանքներին։ Մեր այդ բոլոր անհանգստությունները, մտահոգությունները, դրանք մեր 3-4 տարի հետո նոր մեկ կարանք, երբ որ արդեն այս մարդկանց գործերը հաջողվի, ինչ-որ բան երևա, հստակեցվի սահմանները, հանքավայրը, նոր մենք կարանք այդ հիմա ընդամենը մենք պետք է համաձայնենք այս մարդիկ հետախուզական աշխատանքներ անեն թե չանեն, հիմա բերեք որոշենք, թույլ տալիս ենք այս մարդկանց հետախուզական, դա ևս հələ 2-3 լսումներ պետք է արվի, ներկայացվի հաշվետվությունը, լիցենզիան ստանան հետախուզական աշխատանքների, նոր սկսեն այդ մարդիկ։ Սա ընդամենը նշանացած է սկզբնական Ոչինչ հետախուզական գործի թարեթանյալ գործ։ Սրա վերջը ինչ կլինի, հələ որ իրոք անհայտի։ Ժողովուրդ մեր երկրի զարգացումը մեր անկարգնաբերությունն է, մենք ունենք այլ ռեսուրսներ, որ հենենք դրանց վրա, բայց մեր երկիրը ունի անկարգնաբերության մեծ ռեսուրսներ, մաշարները շատ շատ են, առավելևս որ մեր համայնքին մեծ օգուտ կտան, մեր համայնքին կոնկրետ ուն զառիթափ վարչական տարածքին, աշխատողները պետք է առաջնահերթություն այնտեղ գերվի, որ առաջնահերթություն տրվում է զառիթափ համայնքից, որ աշխատակիցներ լինեն, սոցիալական ծրագրեր ես իհարկե մինչև հարցփորձած, եթե անպայման նշվելու է ինչքան գումար, առաջնահերթությունների զառիթափ վարչական տարածքի, եթե կա լուսավորության խնդիր մի քանի գյուղերում առաջնահերթ կտրվի զառիթափ գյուղի լուսավորության, որովհետև սա այդ վարչական տարածքի հողերն են, ձեր հողերն են, այսինքն առաջինը ձեզ օգուտ կտան, երկրորդը համայնքին եւ երրորդը մեր հանրապետությանը, որովհետեւ մենք անկարգնաբերությամբ կարողանանք մեր երկիրը զարգացնել, ուրիշ բան չունենք, բանակ պետք է պահենք, սահմանները կարողանանք ապահով պահել, մեր երկրի տնտեսությունը զարգացնել, կարծում եմ ձեր այդ ուսումնասիրությունը դա ստված ծառայի այնպես, որ հետագա շահագործման պայմաններ ստեղծվի։ Ես կարծում եմ մեր զառիթափի համայնքի բնակիչները շատ խելացի, լավ ժողովուրդ են, որ իրանք այդ ամեն ինչը լավ են հասնում, լավ պատկերացնում են։ Շնորհակալություն, ձեր դեպքում համարենք, որ մեր այսօրվա հանրային քննարկումը տեղի ունեցավ։ Շնորհակալություն հայտնենք համայնքին պատշաճտանություն իրականացնելու եւ կազմակերպելու համար այս հանրային քննարկումները։ Ձեզ բոլորիդ շնորհակալություն, որ եկաք մասնակցեցիք։ Դեռևս մեկ հանրային քննարկում ունենք, դա նախարարության հետ համատեղ կանենք։ Դուք էլ ներկա կլինեք, արդեն մանրամասն ձեզ նախագիծը կներկայացնենք, ծավալներով, հորատանցքերի քանակներով, խորություններով, ամեն ինչ, նմուշառումներով եւ այդ երկրորդ հանրային քննարկումից հետո արդեն պարզ կլինի։ Մեր նախագիծը եթե կհաստատվի, լիցենզիա կստանանք, արդեն դաշտային աշխատանքներով, արդեն համայնքի հետ համագործակցելով կշարունակենք մեր աշխատանքները։ Շնորհակալություն բոլորիդ։ Խնդրում եմ բոլորը թողնեցեք մասնակցել։ Ոչ լավ ասում եմ։ Ադա զամբոներ են, բայց Եթե մարդ ապրել, ընդերքել պիտի օգտվի, արդեն պիտի բացում,